Շնորհակալ ենք Տիրոջ այսօրվա համար։ Գիտեք, ամեն օր Տերը մեզ համար յուրահատուկ օր անում։ Ու դրանից մեկ օր էլ այս Կիրակի օրն է, որ մենք կարող ենք իրար հետ Տիրոջը պաշտենք։ Երեք գործի էինք, մեր այդ շեֆությունը եկել էր, որ ժամանակի մեջ պիտի տեղավորվեն, ասեց Կիրակի էլ եք չէ աշխատում, ասի այո, աշխատում ենք, բայց Տիրոջ համար։ Ասեց ոնց, ասի գնում ենք եկեղեցի։ Ասի որ Կիրակի ինչ էլ լինի, երկրագնդի տակ, մենք Կիրակի օրը պիտի Տիրոջը պաշտենք, որտեվ այդ օրը առանձնահատուկ օր է։ Ճիշտ է, ամեն օրն է Տիրոջը, բայց Կիրակի օրը, երբ որ մենք միասին իրար հետ ենք Աստծուն պաշտում, էսի յուրահատուկ է, սա պիտի գնահատենք մենք, որտեվ շատ տեղեր կերազեին, որ հավաքվեին սենց, որ երկրպագեին Աստծուն, բայց այսօր մենք այս հնարավորությունը ունենք ու ես հորդորում եմ, որ դու այդ հնարավորությունը ձեռիցդ բաց չթողես երբեք, թող ոչ մի բանը, ոչ մեկ չկարողանա քեզ կտրել այս հանդիպումից։ Ես ճիշտ ասած խոսելու եմ մի թեմայի շուրջը, որը արձիական է, որը միշտ մեզ հետ քայլում է։ Այս մեկ շաբաթ մտածում եմ ինչի մասին պիտի խոսեմ ու երկու թեմա կար։ Այս կիսագունդը ասում էր պիտի խոսեմ սիրո մասին, այս կիսագունդը ասում էր պիտի խոսամ տասանորդի մասին։ Ու դրա համար ծոն վերցրեցի, ճիշտ ասած։ Որովհետև դժվար է, որովհետև երկու բան քո մեջ էփում է, բայց դու չգիտես կոնկրետ ինչի մասին պիտի խոսես, որովհետև չգիտես, դա պիտի չգիտեմ ոնց պիտի լինի, հետո երեք շաբաթ օրը որ ծոմի մեջ էի, Տեր ասեց մի կռվի, երկուսն էլ իրար հետ քայլում են։ Երկուսն էլ իրար հետ պիտի լինեն, եթե իրար հետ չլինեն, չի կարա լինի։ Ու ես հետո հասկացա ու մի անգամուց բերեց Աբրահամի օրինակը, ասեց Աբրահամը ինձ սիրում էր թե չէ։ Իհարկե սիրում էր, ոնց կարա չսիրեր։ Ասեց Աբրահամը իր որդուն զոհարեց, ասի իհարկե տարավ որ զոհեց։ Ասեց համ զոհ էր անում, համ էլ սիրեց, չէ՞ որ արեց, ասում եմ հա։ Ասեց դե ուրեմն գնա երկուսի մասին էլ խոսա։ Ուրեմն այսօր խոսալու եմ այն թեմայի մասին ժողովուրդ, որը մեզ համար շատ դժվար է։ Դեք հենց ֆինանսի մասին խոսում ես, մարդիկ կամ փակվում են, չեն լսում, ով բաց է լինում լսում է, օրհնվում է։ Ես այսօր խոսալու եմ հենց այդ ֆինանսի մասին, որովհետև մեր ընտանեկան ամեն խնդիրները դու կարող ասես, չէ, տենց չի, գումարի հետ է կապված։ Եթե երեխան պիտի գնա սեպտեմբերի 1 դպրոց, գումար չկա, որ շոր ակցնենք։ Կինը մտածում է, չէ՞։ Դե տղամարդն էլ է մտածում, բայց տղամարդը չի արտահայտվում, բայց չկա։ Դե հիմա կինը պիտի անպայման կաթստի, չէ՞ ամուսին։ Երեխան սեպտեմբերի 1-ին, ամուսինը հասկանում է։ Ես հասկանում եմ, օրինակ եմ ասում, ես հասկանում եմ, բայց ինչ անեմ։ Դրա պատճառը մենք ինքներս ենք։ Կարող մտածես, ասես, ինչ իրավիճակի մեջ որ մենք հայտնվում ենք, այդ իրավիճակի պատճառը մենք ենք։ Գիտեք, Աստվածաշունչը 5 գիրք է, շատ հին, ճիշտ եմ ասում, գրքերի ամենահին գրքերից մեկն է։ Բայց Աստծո խոսքը ամեն անգամ նորովի է մեզ հայտնվում։ Նորովի, ինքը կենթանի է։ Ինքը 5 գիրք է, բայց կենթանի է իր մեջի խոսքերը, որովհետև դա Տիրոջ խոսքն է, որովհետև մեր Տերը կենթանի է։ Ես ինչի համար եմ սա ասում, որովհետև շատ մարդիկ ասում են 5 կտակարանում է գրած, 10-որդը տուր Աստծուն, նոր կտակարանում գրաշի։ Այ ժողովուրդ, լսեք ինչ եմ ասում։ Ես բառացի եմ ասում, Հակոբ աղբերս։ Բառացի, որ ասում է 10-որդը բերեք Տիրոջ տուն։ Տիրոջը քո գումարները երբեք պետք չի։ Հիմա ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա։ Ողջ գանձերը աշխարհի Տիրոջն է։ Տերը քեզ համար է ասում։ Դեք ես գիտեմ, որ մարդիկ կան դժվարություն ունեն 10-որդ տալու մեջ։ Հա, գիտեք, ես համոզված եմ։ Ինչի համար, որովհետև ես առնչվում եմ մարդկանց հետ, ովքեր խնդիրների մեջ են։ Ու երբ որ այդ մարդկանց հետ ես խոսում եմ, հասկանում եմ, որ գալիս է հասնում է մի տեղ, որ ինքը ասում է ես 10-որդ չեմ տալի։ Բայց մինչև այդ ինքը տվել է։ Դեք, դա կապված չի Աստված ինձ կորտնի, թե չի օրտնի, սրա մասին չի խոսքը։ Խոսքը Տիրոջ խոսքին հետևում, որ մենք կանգնենք, ճշմարիտ կատարենք Տիրոջ խոսքը։ Տերն ասում է, բեր Տիրոջ տուն քո 10-որդը։ Դա պետք է եկեղեցու։ Դա պետք է եկեղեցու ծառայողներին, դա Տիրոջը պետք չի։
անկախ նրանից դու կորտնվես, թե չես օրտնվի, դու պիտի բերես։ Որովհետև Տերն ասում է, դու ինչ ես անում։ Գողանում ես։ Մենք խախտում ենք մի անգամից երկու պատվիրան։ Տիրոջից գողանում ենք, Տիրոջ տասանորդը չենք բերում Տիրոջ տուն։ Ինչ եք կարծում, ասենք, որ իմ տղեն ինձանից գողանա, ու հետո ասենք իմ ասածները չանի։ Ինչ սրտով ես կարամ օրհնեմ։ Ճիշտ է, որպես ծնող, էլի դու, ես մի կոպիտ ասած կոպիտ անջում, ես մի գրոշ կգցեմ, որ չմահանա։ Կներեք, որ տենց եմ ասում։ Բայց արեք Աստծո տեսանկյունից նայենք։ Տերը հավատարիմ է քեզ օրհնելու։ Տերը ուզում է քեզ օրհնի։ Տերը չի ուզում, որ դու քնես պարտքերի մեջ, զարթնես պարտքերի մեջ, մտածես պարտքերի մեջ, չի ուզում։ Տերը ուզում է, որ քո ուղեղը ազատ լինի, որպեսզի մենակ մտածես իր մասին։ Իսկ դրա համար ինչ է պետք։ Տիրոջ խոստման մեջ հավատարիմ մնալը։ Գիտեք, մենք խիչ ենք տալի տասանորդ, որտեվ սկզբից տվել ենք, հետո եկել ենք միտեղ հասել ենք, որ մի փոքր ճեղքվածք ենք ունեցել, օրինակ, ասել ենք լավ, այդ տասանորդը պահենք, այս ճեղքվածքը կփակենք, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ այդ ճեղքվածքը ավելի մեծանալու է, ուզես թե չուզես, բացառվում է ժողովուրդ, չի կարա տես բան լինի, երբ որ դու ուզենաս Տիրոջ գումարը ծախսես ինչ-որ մի բանի վրա, մենք պիտի աստվածավախ լինենք, կարող ասես տասանորդի մեջ ինչ պետք է, որ աստվածավախ լինենք, բայց ես քեզի ասեմ, երբ որ տասանորդը իմ ջեբն է լինում, իմ գրպանում է լինում, իմ մեջ անհանգստություն կա, կարող է իմ գումարն է, իմ աշխատածն է, չէ, բայց իմ մեջ անհանգստություն կա, սպասում եմ, երբ պիտի հանդիպեմ Հակոբ աղբորը, որ այդ անհանգստությունը իմ մոտից գնա։ Ու երբ որ այդ անհանգստությունը գնում է իմ մոտից, ես շատ հանգիստ եմ ու երբեք էլ չեմ մտածում ինչա լինելու։ Կլինի, թե չի լինի, սա հարցի մյուս կողմն է։ Բայց, գիտեք, պիտի կտրես քեզանից, պիտի տաս։ Ասում եմ, որ տաս չես երկնքի պատուհանները չեն բացի քեզ համար։ Դու կարող ասես դե շաբլոն խոսքեր է, միշտ էլ էդի լսել ենք, միշտ էլ եղել է։ Ես այն եմ ասում, ժողովուրդ, ինչի մեջով անցել եմ։ Ես ապրում եմ, այս ինչ որ պատմում եմ, ինչ որ ասում եմ ձեզ, սա ես ապրել եմ։ Դες չթվա ես տասանորդը չեմ ծախսել։ Կարող ասես, վայ, ես ինչ ես արել։ Վայ, էդ ինչ եմ արել։ Բայց զղջացել եմ դրա համար։ Կարող ասես, դե զղջալու բան էլ չկա, քոննա արել ես։ Ոչ։ Ես գիտակցում եմ, որ դա իմը չի։ Դա Տիրոջ տան համար է։ Դա նայեք Տիրոջն էլ չեմ ասում, Տիրոջ համար չէ, Տիրոջ տան համար է դա։ Ես այն ճանապարհները, որ Տերը պատրաստել է ինձ տալու, ես դրանով կարամ փակեմ, դրանով կարամ բացեմ։ Այսօր ինչ խնդիրներ ունենք մենք, ժողովուրդ։ Մարդկա գիտեք ինչ ասում։ Ասում եմ, պարտք եմ վերցրել, օրինակ, որ ես մի բան անեմ, ասում եմ, խի ես վերցրել, բայց մինչև դու պարտքով չես ապրել, չէ, ասում եմ, չէ, ասում եմ, ինչն է պատճառը, դե ասում եմ, կամաց տասանորդ չեմ տվել, եկել եմ, հասել եմ միտեղ, որ հիմա պարտքի կարիք եմ ունեցել, գնացել եմ պարտք եմ արել, իսկ մի հատ հարց տվեցի, բայց ինչի համար չես տվել, մինչև այդ պարտք ես ունեցել, ասես չէ, ասի, բա ինչի համար չէիր տալի, ասում եմ, դե մտածեցի, այդ տասանորդով ինչ-որ մի տեղ մի հարց կլուծեմ, ու ասում այդ տասանորդով մի հարց լուծելով, հասկացա, որ այդ ճեղքվածքը այնքան մեծացավ, որ վերջը պիտի պարտ վերցնեմ, որ այդ ամբողջ պարտքը փակեմ։ Ես խոսում եմ քո սրտի հետ։ Դեք շատերը կան գալիս են եկեղեցի, ամեն բան անում են, բայց եթե հանգարց հարցը հասնում է ֆինանսին, հետ են քաշվում, որովհետև ֆինանսը այն տեղն է, որտեղ Տերն ասեց, դու կամ պիտի ծառայես Աստծուն, կամ մամոնային,
Կարող ասես, ինչ կա դե ծառայելու կամ չծառայելու։ Գիտես, երբ որ հարց է գալի, որ պիտի քո ֆինանսով ծառայես, այդ տեղը կախ։ Դու պիտի ծառայես Աստծուն, թե մամոնային։ Եթե դու ծառայում ես Աստծուն, դու երբ որ ֆինանսի հարց է լինում, դու հանում ես այդ ֆինանսը տալ։ Ես դաժե հասկանում եմ սենց, որ դա էլ կապված է մեր Աստծո հետ հարաբերության հետ։ Մենք եթե Աբրահամը, որ Աստծուն չսիրեր, խի պիտի իր որդուն զոհեր։ Ճիշտ է խոսանք։ Եթե ես Աստծուն չսիրեմ, խի իմ ֆինանսները պիտի տամ Տիրոջը։ Բայց եթե մենք կանգնում ենք, ասում ենք, Տեր, մեր ամբողջ կյանքը քեզ ենք տվել։ Ժողովուրդ, ոչ թե 10-րդն է Տիրոջը, այլ այն գումարը, որը գալիս է քո ձեռքի մեջ, այդ ամբողջն էլ Տիրոջն է։ Որովհետև Տերն է տվել քեզ։ Հա կարող է դու ասես ես աշխատել եմ քրտնաջան, իմ աշխատանքն է, իմ ձեռքի շնորհքն է, չգիտեմ, իմ մտքի շնորհքն է։ Կներես էլ այդ շնորհքը ով է տալի քեզ։ Ով է տվել քեզ։ Հա դու ինքդ ես քնեցիր, զարթեցիր ու այդ շնորհքով, ոչ։ Տերը ամեն մեկից տաղանդ է տվել, ամեն մեկից շնորհք է տվել, որպեսզի այդ շնորհքը ծառայի իր փառքի համար։ Դեք շատ կարևոր է ֆինանսի մեջ հավատարիմ լինելը։ Գիտեք, ամեն տեղ ուր ուզում ես գնա, դաժե եթե դու ընդունվում ես գործի աշխատելու, շատ ժամանակ մարդիկ քեզ փորձում են ֆինանսով։ Տեսնեն դու հավատարիմ ես, թե հավատարիմ չես։ Միտեղ աշխատանքի էինք, այդ աշխատանքի տեղը, այդ առևտուրը ես պիտի անեմ։ Ու լսեք, ձեզի մի հատ գաղտնիք եմ բացում։ Այդ առևտրի մեջ կարաս լինես և խաբեբա, և կարաս լինես ճիշտ մարդ։ Կարող է ասես ինչպես։ Նայք, առևտրի մեջ հնարավորություն կա, տվել են քեզ 1000 դրամ, դու կարաս այդ 1000 դրամը ծախսես կամ 1000 դրամը ծախսես չեկը տանես 10 մարդուն, կարաս 100 դրամ ծախսես 1000 դրամի չեկը տանես 10 մարդուն։ Կարա տես բան լինի, կարա լինի, կարող ասես ոնց, լսեք, որ մի խանութ մտնեմ շինարարության, որ մի խանութ, ասեմ ինձ 100,000-ի չեք ա պետք, իրանք խփելու են տան, որովհետև այդ մարդկանց հետ ես աշխատում եմ։ Աշխատում եմ ինչ առումով։ Որովհետև ես, երբ որ առևտուր եմ անում մոտ մի 5 միլիոնի, որ իրանց ասեմ 500,000-ի էլ չեք խփեք տվեք, իրանք սիրով կխփեն կտան ինձ։ Բայց մի բան գաղտնիք եմ ասում ձեզ։ Ունենք Աստված, որը նայում է վերևից։ Խանութի տերն ինձ ասում է 600,000-ի չեք տամ, թե 1 միլիոնի չեք տամ։ Որպիսի տանտերը փոխանցի։ Տանտիրոջ համար տանտերը չի հասկանում, ես 1 միլիոնի եմ առևտուր արել, թե 600,000-ի։ Ասում եմ, չէ, ինչքանի առևտուր եմ արել, այնքանի դու փոխանցի։ Ու երբ որ տենց աշխատում ես, այդ խանութի տերն էլ գիտես, քո հետ լուրջ հաշվի անստում։ Ասում է, այս մարդը լուրջ մարդ է։ Մի օր միտեղ առևտուր եմ արել, ինձ տվել են 200,000 դրամ, որպեսզի պատագոյնիկներ առնեմ, ես գնացել եմ ցեխից, առել եմ 65,000 դրամով։ Բայց ինձ տվել են 200,000 դրամ, որովհետև իրանք գնացել են խանութները մանեն, եկե տեսել են, որ այդքանը որ գնեն, առնելու են 200,000 դրամով։ Ես բերել եմ մնացած գումարը հետ եմ տվել, իրանք զարմացել են։ Ասում եմ, ինչի ես հետ տալի, ասում եմ, որովհետև ես առել եմ 65,000 դրամով։ Ասում եմ, որտեղից ես առել, ասում եմ, գնացել եմ ձեզ համար ցեխից, առել եմ 65,000 դրամով։ Դրանից հետո, երբ որ զանգում էի, ասում եմ, ինձ 1 միլիոն փող է պետք, որպեսզի առևտուր անեմ, ու ես այդ բոլոր չեկերը հավաքելով տարել եմ, որպեսզի իրանց հետ հախաշիվ անեմ, այդ աշխատողն ասում է, տնօրենն ասում է, գիտես Տիգրան, քեզ մի քանի անգամ փորձել են, ու ես չեմ իմացել դրա մասին, ու հասկացել եմ, որ դու այնքան ճշմարիտ ես աշխատում, սկի իրանց ամուսինները տենց ճշմարիտ չեն աշխատում իրանց համար։ Ես ասեցի ուղղակի մի պայման կա դրա ճիշտ աշխատելու, որ ես հոգևոր եմ, որ ես հավատացյալ եմ, որ ես առաջինը պատասխան եմ տալի Աստծուն։ Դեք մարդ չի նայում է, հասկանում եք ես ինքս մենակ եմ, գնացել եմ, բայց ոչ մեկ չկա տեղ, կամ ես եւ Աստված։ Դա է հավատարմությունը Աստծո մեջ։ Աստված այդ ժամանակ, երբ որ տերում է իր սիրտը, իր չգիտեմ ամեն բան բացում է, պատուան է, որպեսզի քեզ օրհնի, քեզ լցնի, քեզ տա, որովհետև դու ճիշտ ես վարվում գումարի հետ։ Ոչ թե գումարն է իշխում քեզ վրա, այլ դու ես իշխում գումարի վրա։
Մենք ժողովուրդ, մենք պիտի տիրենք, իշխենք, որտեվ Տերն ասեց դու պիտի լինես գլուխ, բայց այսօր շատ քրիստոնյաներ պոչ են։ Ինչի համար, որտեվ փողը ուր ուզում է իրանց տանում է։ Գիտեք։ Սենց փողի հետևից ընկած, այսպես էթում են։ Խի, որովհետև փողն է իրանց թելադրում ինչ անեն։ Ասում է, փնտրեք Աստծո արքայությունը, այս տեղերը փոխվել է։ Մենք Աստծո արքայությունը փնտրելու փոխարեն գնում ենք սատանայի մամոնայի հետևից, մենք գալիս ենք քո հետևից, ուր էլ տանես, թեկուզ Աստծուց էլ հեռացնես, ոչինչ, մենակ թե երեխես կուշ տնի։ Դու չէ երեխես թո մի օր էլ սոված մնա, չմեռավ։ Բայց Աստծո խոսքն ասում է ման եկա տեսա, որ հավատացյալի հոգևորի երեխուն, արդարի երեխուն մուրալուց չտեսա։ Դրանից վե բար չկա ժողովուրդ։ Մեկը 1 միլիոն էլ ունենաս էթալու է, 100,000 էլ ունենաս էթալու է, բայց դու հավատարիմ մնա։ Քչի մեջ։ Դեք, երբ որ ես նոր եկել եկեղեցի, ինձ համար 100 դրամն էլ, 100 դրամը, ես մտածում էի մեծ գումար է, որովհետև չկար, էդ էր։ Բայց երբ որ ժամանակները անցնում է, դու հասունանում ես Աստծո մեջ, դու ծառայում ես Աստծո մեջ, այդ 100-ը դառնում է 1000, 1000-ը 5000, չգիտեմ 10000, 100,000, 1 միլիոն։ Երբ որ դու այդ 100-ի մեջ հավատարիմ ես, քեզի 1000-ը տվող չի լինի երբեք։ Երբ որ իմ տղուն ես ամեն օր 1000 դրամ տամ, հավատարիմ չծախսի, կներես էլ չեմ տա։ Կտամ 100 դրամ, կասեմ քեզի այսքան է պետք։ Բայց երբ որ տենում ես, որ քո զավակը հավատարիմ է, ավելին ես ուզում տաս։ Ճիշտ է, իմ կյանքից է այս օրինակը նույնպես, իմ էդո տղեն, որ հիմա ծառայում է, որ 1 միլիոն էլ ուզի կարամ հանգիստ տամ։ Գիտեմ որտեղ է ծախսելու ինքը։ Ինքը հավատարիմ է գումարի մեջ։ Խի, որովհետև փորձել եմ։ Դաժե ես եմ էթում ասեմ, տղես քեզի գումար պետք չի, ասում չէ։ Զարմանում եմ։ Պատկերացնում եք։ Նենց էլ Աստված մի օր էլի ասելու է քեզի գումար պետք չի, ասես չէ, որովհետև Տեր այնքան ես տվել, որ էլ տեղ չկա։ Բայց Աստված նայում է մեր սրտերին։ Մենք պիտի շատ սիրենք մեր Աստծուն, որտեվ եթե դու սիրես Աստծուն, դու երբեք չես նայ 10-րդը 10 թե չտաս։ Դու 10-ն էլ կտաս, 20-ն էլ, 30-ն էլ, 100-ն էլ, սաղ իրան կտաս։ Որովհետև դու սիրում ես, ասում ես Տեր, ունեմ քոննա, չունեմ էլ քոննա։ Ինչ էլ տաս դրանով բավարարվելու եմ։ Դեք, մենք պիտի ոչ մեկի հետ մրցակցության մեջ չմտնենք։ Երբ որ դու սկսես ինչ-որ մեկի հետ մրցակցության մեջ մտնել, այս է մեկը ես ունեցավ, ես ունեցավ, են էլ հոգևոր բախի ես չունեմ, դու ավելի շատ կոտրվելու ես ու պրավալ ես տալու, այն ինչ որ ունեցել ես դաժե։ Համար սիրելիներս, ուզում եմ, որ հավատարիմ լինեք 10-րդի մեջ, զոհաբերության մեջ, ընծայի մեջ։ Դեք, եթե այսօր քո եղբայրը քեզանից ուզում է 1000 դրամ, ու դու այդ հնարավորությունը ունես, մի ասա չունեմ։ Մի ասա։ Ունես այդ հնարավորությունը տուր։ Թեկուզ 1000-ը ուզում դու չես կարա 1000 տաս, ասա կարամ 500 տամ։ Օրինակ եմ ասում ես։ Բայց տուր, այդ հնարավորությունը ձեռիցդ բաց մի թող։ Որովհետև դա հնարավորություն է քեզ Տերը եւս մեկ անգամ օրհնելու։ Տերը իրավիճակներ է բերում ֆինանսիդ մեջ, որպեսզի տեսնի դու հավատարիմ ես, դու տվող մարդ ես։ Աշխարհիկները գիտեք ոնց են լավ հասկացել, որ երբ որ տալիս են իրանք ասում են Աստված մեզ տալիս է, աշխարհիկները։ Բայց այսօր մենք հոգևորներս հələ կասկածում ենք Տիրոջ վրա, որ տանք մեզ կորտնես, այսենց ենք մենք պատկերացնում։ Բայց սա մեզ համար պիտի հարց չլինի, սա մեր համար պիտի լուծված լինի։ Սիրելիս, չգիտեմ դու հավատարիմ ես 10-րդի մեջ, թե հավատարիմ չես, բայց ուզում եմ, որ այսօրվանից քո դիրքը փոխես, քո շարժառիթը փոխես։ Ու երբ որ տալիս ենք, մենք չենք սպասում, Տերը մեզ կօրհնի, թե չէ։ Տերը մեզ արդեն օրհնել է։ Լավ ընտանիք ա տվել, առողջ կյանք ա տվել, լավ եկեղեցի ա տվել։ Գիտեք, շատ մարդիկ երանելի են տալի մեզի, որ իմանում են մենք արտավազ աղբոր եկեղեցուց ենք։ Լուրջ եմ ասում։ Որովհետև հովիվներ կան, 3 հատ դուռ պիտի ծեծես, որ հասնես այդ հովին։ Բայց մեր հովին մի հատ զանգում ես, սկի զանգել չէ, ասում ես հով կարանք հանդիպենք, երբ ուզես, ոնց ուզես, ինքն է ասում, խիչ եք կանչում, հասկանում եք, սա օրհնություն է։ Այսօր, որ դու ինչ ունես դրանից գոհացի, դրանից ավելը թող Տիրոջը,
Տերը գիտի քեզ ինչ, երբ եւ ինչ ա պետք։ Ամեն։ Սիրելիս հիշի, մի բան, եթե 10-րդը քո գրպանում է կամ քո տանն է, քո սրտում պիտի կարմիր լույս վառի։ Դա քոնը չի։ Դա քոնը չի։ Այդ գումարը խոսալու է կապ չունի չափը։ 1000 դրամա թե 100,000 դրամա։ Դա քոնը չի։ Դու պիտի ինքդ ասես, 10-րդը դա իմը չի։ 10-րդը պատկանում է Տիրոջ տանը, Տիրոջը չէ։ Տիրոջը քո գումարները պետք չեն։ Ասում է պաշարը, որ լինի Տիրոջ տան մեջ, դա Տիրոջ տան մեջ է պետք։ Աստծո եկեղեցուն է պետք։ Ճիշտ Աստված կարա օրհնի տարբեր ձևերով եկեղեցին, բայց Տերն ուզում է նաև քեզ օրհնի, որ այդ օրհնությունից դու մաս ու բաժին ունենաս, որ դու երբ որ Տերը տա քեզ, դու ասես էսելա քոնը, ինչ տվել ես իմ տունը, տեղը, երեխեքս, ավտոս, տունս, ամեն բան իրանա պատկանում։ Մեր կյանքը, որ մի գրոշ չարժեր, այսօր մենք դարել ենք Աստծո որդիներ, բայց սրանից մեծ բան կա, չկա։ Աստծո որդի դու պատկերացնում ես, թագավորների թագավորի որդի։ Շատ ժամանակ երբ որ նայում էի այն Անգլիայի թագուհի, չգիտեմ, ասում էի սրանց թորը, սրանց երեխեն, ասում եմ իմ Տերը սրանցից էլ մեծ է։ Մենք պիտի գնահատենք ինչ ունենք, որ մենք արդեն Աստծո որդի ենք, գնված Տիրոջ արյունով, սա ամենամեծ տիտղոսն է երկրի վրա, չկա էլ ուրիշ տիտղոս։ Ինչ ուզում ես արա, չկա։ Բայց չարժի, որ Տերն ասում է, տղես, այն գումարը, որ տվել եմ, որ աշխատել ես, առողջություն եմ տվել քեզի, աշխատել ես, բեր, որ տունը պաշար լինի։ Իսկ մենք ինչ ենք անում, շատ ժամանակ Տիրոջից գողանում ենք, որպեսզի տանենք, էդ էլ ուտենք։ Էդ էլ կեր, հետո։ Չէ, սիրելիս, իմ խորհուրդն է քեզ։ Ուզում ես ճիշտ ձևով կանգնես Աստծո առաջ։ Երբ որ փորձես 10-րդը ծախսես, մեկը կանգնելու ես աղոթքի, Տերը հիշեցնելու է։ Սուրբ Հոգին ասելու է դու գող ես։ Ճիշտ է մի քիչ կոպիտ է հնչում, բայց փաստ է, բայց նորմալ է սա։ Մենք պիտի ընդունենք ամեն ինչը ինչ որ կա իր ձևով։ Մենք պիտի դրանից չհրաժարվենք։ Կանգնելու ենք, հետո ասում ենք, խի ես մեկին տվեցիր, ինձ չտվեցիր, խի ես մեկին օրտեցիր, արդեն սկսում ենք տա, հետո հասկանում ես, որ պատճառը դու ես, խնդիրը քո մեջ է։ Մի ափսոսացեք, տվեք Տիրոջը։ Տվեք Տիրոջը։ Ու երկնքի պատուհանները թող բացվեն ձեզ համար, ձեր ընտանիքի համար, ձեր երեխաների համար։ Ամեն բան հանձնեք Տիրոջը։ Ու կտեսնեք երկնքի պատուհանները ոնց է ձեզ համար բացվում։ Եկեք կանգնենք ոտքի։ Սիրելի հայր, նախ ուզում եմ ներողություն խնդրել քեզ նրա համար, որ շատ ժամանակ մենք քեզանից գողացել ենք։ Այո, Տեր, մենք քեզանից գողացել ենք։ Եվ մենք ընդունում ենք, Տեր, որ մենք քեզանից գողացել ենք, բայց դու էլի քո շնորհքն ու քո ողորմությունը չես կտրել մեզանից, Տեր։ Տեր, մեզ հավատարիմ արա ֆինանսների մեջ, Տեր։ Մեզ օգնիր, որ կարողանանք այնպես սիրել քեզ, որ մեր ֆինանսներն էլ ճիշտ տեղում ծառայեն քեզ, Տեր։ Այո, ինչ ունենք, Տեր։ Ինչ ունենք եւ ինչ էլ որ պիտի ունենանք, դա քոնն է եւ քեզ է պատկանում, Տեր։ Տեր, թող մենք քեզ այնպես սիրենք, որ ոչ մի բանը չկարողանա խանգարել մեզ, Տեր։ Օգնիր, որ մեզ հավատարիմ լինենք, Տեր։ Այո, լինում է ժամանակներ, որ մենք ընկնում ենք, բայց քո շնորհքն ու ողորմությունը դու չես կտրում մեզանից, Տեր։ Թող մենք գիտակցենք, որ քոնն ենք, Տեր։ Թող մենք գիտակցենք ոչ թե միայն մենք, այլ մեր ընտանիքը, մեր տունը, մեր ունեցվածքը, ամեն բան քեզ է պատկանում, Տեր։ Թող սա լոկ բառեր չլինի, այլ մենք գործածենք քո փառքի համար, Աստվածի։ Օգնիր, Տեր, այստեղ ամեն մեկին, Տեր, որ ճիշտ վարվի, Տեր, այն ֆինանսների հետ, որը դու ես տալի, Տեր, որովհետև դու ես տվող Աստվածի։ Դու հավատարիմ Աստված ես, դու քո խոսքի ետևում կանգնած Աստված ես, եւ քո խոսքը նորովի թող գա մեր կյանքի մեջ, Տեր։ Եվ մենք հասկանանք քո խոսքի ուժը, Տեր, մեր կյանքերի մեջ, Տեր։ Սիրում ենք քեզ, Տեր։ Եվ օգնիր մեզ այս տկարությունը, Տեր,
որ այս տկարությունը կարողանա մեզանից անցնի, Տեր։ Հալելույա, մեր պատվելի արքա։ Թող օրհնված լինի քո անունը մեր շուրթերում, մեր ընտանիքներում եւ մեր ապրած կյանքով դու փառավորվես։